Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV, Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք հյուրընկալել Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի մեր գործընկերներին եւ ունենալ հետաքրքիր զրույց քննարկումներ ոլորտային ամենատարբեր թեմաների շրջանակում։ Այսօրվա մեր հանդիպման հյուրն է գեղանկարիչ Մհեր Ստեփանյանը, ով նաև դասախոսում է Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում, խոսելու ենք արվեստից, արվեստի ուղղություններից Հայաստանում, մարտահրավերներից, խնդիրներից եւ զարգացման հեռանկարներից։ Պարոն Ստեփանյան, շատ շնորհակալություն հանդիպման հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Ես գիտեմ, որ դուք Երևանից եք գալիս եւ ունեք բավականին ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, շնորհակալություն մեզ հնարավորություն ընձեռնելու եւ ներկա լինելու համար։ Առանձնացրել եմ թեմա ու փորձել եմ մի քիչ լոկալիզացնել Հայաստանի իրականության վրա ու թերևս որպես ներածական հարց շատ կուզեմ սկսենք խոսել թե առհասարակ ինչպես է գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը փոխանցում մեր հայի տիպի, կերպի մասին ինֆորմացիա սերնդեսերունդ։ Այս հարցի շրջանակում ինչու եմ միշտ խուսափում ասել ինչպես է արվեստը փոխանցում հայկական արժեքները, որովհետև իմ խորին համոզմամբ հայկական արժեք, եվրոպական արժեք, արաբական արժեք չկա այդպիսի ձևակերպում, որովհետև կան արժեքներ, որոնք ընդունելի են ամենատարբեր ազգերի, երկրների կողմից, հա, դրա համար ինձ ավելի շատ հետաքրքիր է թե մեր հայ լինելու մասին, մեր հայ առանձնահատկությունների մասին, նմանությունների, տարբերությունների մասին ինֆորմացիան, որը ամենատարբեր ձևերով արտահայտվում է արվեստի ամենատարբեր ոլորտներում, ինչպես է փոխանցվում սերնդեսերունդ։ Ինչպես միշտ է եղել, փաստորեն սրանից 100 տարի առաջ, 200 տարի առաջ, 500 տարի առաջ, ոնց որ փոխանցվել է, նույնը հիմա է փոխանցվում, ոչ մի բան չի փոխվել իրականում։ Կարող է պետություն լինի, կարող է պետություն չլինի, միևնույն է, ինչ-որ տրադիցիաներ կան եկեղեցու միջոցով, տարբեր մեծ անհատների միջոցով, այդ փոխանցվելը միշտ փոխանցվել է, եթե չփոխանցվեր, այսօր չէր լինի ընդհանրապես հայ ազգ։ Հիմա այլ հարց է, թե այդ ամեն ինչից ինչ արժե համակարգ է ձևավորվում սերունդի մեջ։ Այդ դա լուրջ թեմա է արդեն։ Եվ ով պետք է զբաղվի այդ ամեն ինչով, ով է դրա պատասխանատու։ Ինձ թվում է դրա պատասխանատուն կայուն պետությունը պետք է լինի, մենք պետք է ունենանք ինչ-որ բազա, ամուր ողնաշար, որի վրա եւ կարող է ժողովուրդը, որի հիման վրա արդեն կարող է կրթվի, ֆունդամենտալ գիտություն ունենա, ֆունդամենտալ գիտելիքներ ձեռք բերի, դպրոցները զարգանան, բոլորս է գիտենք այսօր ինչա կատարվում այդ ամեն ուսումնական համակարգերում, ինչ լրջությամբ են ուսանողները սովորում, ովքեր եղել են ասենք դրսում, արտասահմանում, այնտեղ կարող է վիետնամցիներին նայեն, թե դրանք ոնց են սովորում կամ չինացնում, համեմատեն մեր հետ, ոչ համեմատելու չի։ Չհաշված անհատներ կան, որ իրոք գնում են սովորելու համար։ Բայց երբ որ ասենք ինչ որ հաստատությունում դու հայ էլ կա, սովորող, ուզում ես համեմատես, ոչ համեմատելի չի լրջության առումով։ Թե ինչ լրջությամբ են անգամ թուրքերը սովորում, տարբեր ազիական երկրների ժողովուրդներ ինչ պատասխանատվությամբ ու այդ գիտակցությամբ որ պետք է գնան ու կրթեն իրենց ազգը։ Պերսակյան, ինչով է պայմանավորված, որ Հայաստանում արվեստը հաճախ ընկալվում է ոչ որպես առաջնահերթ ոլորտ, պայմանավորված սուբյեկտիվ ու օբյեկտիվ ամենատարբեր պատճառներով եւ ոչ թե օրինակ զարգացման ռազմավարական բաղադրիչ։ Ինչի է այս հարցը ինձ համար կարևոր, որովհետեւ մենք շատ հաճախ արվեստի մասին խոսում ենք շատ վերամբարձ, շատ պաթետիկ ձևակերպումներով, բայց հողի վրա անհատի մակարդակով արվեստը մեզ հնարավորություն է տալիս կրթվելու, ճանաչելու մեզ, ճանաչելու այլոց եւ փոխհարաբերվելու աշխարհի հետ առհասարակ։ Ու ինչով է հիմա պայմանավորված, որ այսօր արվեստը հաճախ համարվում է որ ոչ առաջնահերթ, հա, այսպես ասած։ Դե մենք ինչքան հեռանում ենք բնությունից, այնքան բնությունը դառնում է ասենց ինչ-որ ֆանտաստիկ մի բան։ Մարդկան որեղ տեսնում է, ուշքը գնում է, հա։ Հիմա նույնն արվեստն է, արվեստը ինքը բնությանը մոտ երևույթ է, եթե բնություն մենք սիրում ենք, բնությունը ընկալում ենք, չի հնարավոր չի որ արվեստը չընկալես, չսիրես, եթե վերամբարձ խոսում են, ուրեմն հեռու են արվեստից։ Արվեստը ինքը շատ մտերմիկ տաք բան է, արվեստը մարդու
ամբողջ բովանդակությունն է, մարդու տիեզերքն է, մարդը արվեստի մեջ է ապրում վերջին հաշվին, մա տեսեք ձեր շրջապատը ինչ որ նայում եք, այդ ամեն ինչը արվեստ է, նկարչությունն է, դիզայնն է եւ այլն, ամեն ինչն է արվեստ, մեր հակած կապածը, մենք դրա մեջ ապրում ենք ու հետաքրքիր է, չէ՞, դրա մեջ չենք։ Տեսեք, մեր ամեն ինչն է արվեստ, մեր մարմինը, մեր մատները, ձեռները, բայց մենք չենք տեսնում դա։ Ուրեմն ի՞նչ է պետք դրա համար։ Էլի գալիս են կրթությանը։ Արվեստ սիրելու համար, արվեստը գնահատելու, արվեստագետներին բանի տեղ դնելու միակ ուրեմն բանը դա կրթվելն է, կարդալն է, սովորելն է, ուսումնասիրելն է, ուրիշ ազգերին ուսումնասիրելն է, եթե ասենք ստեղ ինչ-որ բան պակասել է, ուրեմն պետք է ուրիշ տեղ փնտրել, որ դա բերել։ Գիտեք, արվեստը կար մի ժամանակ ծիծաղում էին արվեստագետները, գիժ են համարում, ես պետք է ասեմ, որ արվեստագետը չի կարող գիժ լինի, կամ ասենք ինչ-որ հոգեկան հիվանդ։ Նկարիչներին չգիտես ինչի մի երկու դեպք բան են անում, ու տենց, բայց Լեոնարդոն չի եղել, էլի հարբեցող կամ չգիտեմ ինչ, սուտ վերսիաներ լիքը կա, բայց այդպես չի։ Մարդու գործերից են դատում ով այդ մարդը։ Արվեստը Սարյանը կարող է ծխում էր կամ խմում էր, չի եղել տենց բան։ Խանջյանը ես գիտեմ անձամբ եմ ճանաչել, չկա տենց բան։ Էլի շատ նկարիչներ չասեմ, որ մարտական արվեստներով էին զբաղվում, այդ նկարիչները իրանք չէին կարող ֆիզիկապես հիվանդ լինեին ու հասկանում եք, արվեստը ընդհանրապես արվեստագետը, երբ որ կրում է արվեստ, ինքը օրինակ է հասարակության համար եւ հասարակությունը պետքա բարի լինի, ընդունի դա այնպես, ինչպես կա, անուն չկպցնի։ Այն նշում եք, որ արվեստագետը շատերը մտածում են, որ արվեստագետները օրինակ ունեն որ մտածողության եւ պահվածքի հետ կապված վիճակներ, կերպեր, որոնք ընդունելի չեն հասարակության համար եւ դա ունենում ամենատարբեր բնորոշումներ։ Իմ խորին համոզմամբ, օրինակ, արվեստագետները նաեւ պիտի ինչ-որ համատեքստերում լինեն մի քիչ խենթ, մի քիչ ոչ ստանդարտ մտածող։ Ինչու, որովհետեւ այնուամենայնիվ արվեստագետը պարզապես լավ նկարող մարդուց տարբերվում է նրանով, որ իր ձևով է պատկերացնում աշխարհը եւ իր ձևով է ներկայացնում աշխարհը, հա, ու շատ հաճախ ձեր խոսքում էլ նշեցիք, որ եթե օրինակ արվեստագետին ինչ-որ բանի տեղ դնեն, ես էլի միշտ հակառակ կողմից եմ գալիս, շատ հաճախ արվեստագետները իրենց առաջ դնում են խնդիր այս կամ այն երևույթի ապրումի հետ կապված, իրենց աշխատանքներով ներկայացնելու այս առաջնահերթությունը, հա, ու շատ հաճախ հենց արվեստագետը պետք է ունենա ասելիք կամ եթե օրինակ ֆիլմերի մասին ենք խոսում, ցույց տալու բան, որևէ սոցիալական, քաղաքական, տնտեսական ինչ որ բողոք, որ կարողանա իր ասելիքը ըստ էության ներկայացնի, հա, այսինքն այդ եթե գալիս ենք հարցի կողմից այդ բանի տեղ դնելուն, շատ հաճախ միգուցե ասելիքը այնքան առանցքային եւ ֆունդամենտալ չէ, հասկանում եք, այսինքն երբ որ մենք խոսում ենք արվեստագետի բանի տեղ դնելու մասին, իստում է շատ երկկողմանի է, հա, որովհետև հասարակությունը երբ է լսում ու խոսում արվեստագետի կամ որևէ աշխատանքի մասին, երբ իրոք ասելիքը ասելիք է լինում, շատ հիմնավոր, շատ իհարկե դրա մեկնաբանությունները կարող են լինել տարբեր, հա, բայց այո, արվեստագետը ինչ որ համատեքստում պիտի լինի խենթ, պիտի լինի չհասկացված, որտեղ մենք ինքներս էլ շատ գիտենք, որ շատ նկարիչներ, շատ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ հայտնի են դառնում իրենց մահվանից հետո։ Տեսեք, օրինակ, ինչ է այդպես լինում, հենց արվեստագետը ինչի աչքին գնում, որովհետև սևեռվում են, սկսում են խոշորացուցով նայել տվյալ մարդուն։ Եկեք նայենք պատահած մարդու մենք կտեսնենք խենթությունները, ամեն մարդու մեջ կա այդ խենթությունը։ Այնպես չի որ արվեստագետը ինքը խենթ է կամ տարբերվում է, բոլորը իրարից տարբերվում են։ Եկեք հասարակ մարդկանց նայենք, որ արվեստով չեն, հասարակ կներեք այդ բառի համար, հասարակ մարդ չկա, բոլորն էլ արժեք են։ Ուրիշ մարդկանց նայենք, որ չեն զբաղվում արվեստով, խոշորացուցով նայենք, լիքը տարօրինակություններ կգտնենք անհատի մեջ, պատահած անհատի մեջ, որտեղ ինքը ինդիվիդուում է, ինքը չի կարող նմանվի բոլորին։ Շլագբաումով ուղղված չեն մարդիկ, էլի, ասենց հավասարացված, բոլորը պետք է հավասար լինեն, դա տխուր կլինի, չէ՞։ Այսինքն արվեստագետը, երբ որ ինքը արդեն աչքի է անգնում, իրան ավելի սևեռուն են նայում, ավելի տենց ոնց որ բան է լինում, կենտրոնանում են մարդու վրա, սկսում են արդեն տենց մի քիչ բամբասանքի, արդեն գնում է դեռ դառնում է մի հատ մեծ փուչիկ, հասկանում եք։ Չէ, արվեստագետը ինքը ոնց որ ծաղիկները տարբեր են լինում բնության մեջ, չէ՞, կա խոտեր, հա, կանաչ ու կան ծաղիկներ, որոնք հնչում են,
ու պատկերացնում եք խոտի աչքում ծաղիկը ինչա, ոնց է տարբերվում։ Հիմա մի խոտ կասի այդ ծաղիկը տարօրինակ, մեկը կասի գիժա, բայց այդ ծաղիկը ինքը իրանով առանձնահատուկ։ Այո, ինքը առանձնահատուկ բույր ունի, ինքը առանձնահատուկ գույն ունի, ինքը արդեն ինչ-որ մի գործոն է այդքան այդ տարածքի վրա, եւ ինքը ունի իր շատ կարեւոր գործոնը։ Վստահաբար կապ ունի այն երկիրը, այն երկրի խնդիրները, թեմատիկան բոլոր արվեստագետների կյանքում։ Մենք գիտենք, որ Հայաստանը իր էությամբ եւ պատմությամբ բավականին տրավմատիկ երկիր է եղել համենայն դեպս, ցեղասպանություն, պատերազմներ եւ այլն։ Ինչու է Հայաստանում արվեստը հաճախ օգտագործում որպես ցավի արձանագրում, այլ ոչ թե հենց ապաքինման գործիք, հա, որովհետեւ կամ օրինակ ինձ մոտ հարց է առաջանում, արդյոք մշտական տրավմատիկ թեմաները չեն խոչընդոտում նոր կենսունակ մշակութային լեզվի ձևավորման համար։ Ինչու ենք շատ հաճախ ֆիլմերում, նկարներում, երաժշտության մեջ ավելի շատ շեշտում այն, որ մենք այո տրավմատիկ ենք, տրավմատիկ անցյալ ենք ունեցել, այդ ցավի արկայությունն ենք շեշտում եւ ոչ թե ունենք այդ ապաքինման հնարավորությունը, ելքերը, միջոցները։ Դե դրա վառ օրինակը Սարյանն է։ Դուք գիտեք ինչքան ինքը բարդ կյանք ա ունեցել, ով կարդացել է, գիտի, Սարյանը շատ բարդ կյանք ա ունեցել իրականում, անգամ տեղ-տեղ հասել է խելագարության աստիճանին։ Ու Սարյանը չէր նկարում դա, Սարյանը նկարում էր ծաղիկներ, ինքը արտահայտում էր այդպես այդ ամեն ինչը։ Իհարկե կան նկարիչներ, մեր նկարիչներից օրինակ Ժանսեմը ունի այդպես տրագիկ, Հակոբ Հակոբյանը ունի այդպես բաներ, կան, անգամ էլի շատ նկարիչների գործերում չնայած վառ գույներ են գցում, բայց կա այդ տրագեդիան։ Գիտեք, ինձ թվում է, որ հայ արվեստում կոնկրետ, եթե մեր Հայաստանի, դե մեր Հայաստանի մասն է խոսքը, դա չարտահայտված է ճիճն է, որ մեզ չեն լսում, որ մեզ չեն լսել, եղել է մեծ անարդարություն, ու դա անընդհատ պատի է դիպվում, երբ որ դու գոռում ես այդ մասին, ասում ես, քեզ չեն լսում, էլի այդ անարդարությունը չի վերջանում, անդադ այդ անարդարությունը քո ազգի հանդեպ արվում է, այդ արվեստագետները իրանք անդադ ուզում են լսելի դառնան, երևի դրանից է այդ ձեր ասածը։ Ոչ թե որ մենք այդպես տխուր ազգ ենք, մենք տխուր ազգ չենք իրականում, մենք այնքան հրաշք բարի ազգ ենք, որ անգամ այդ ամեն ինչը մոռանում ենք, կարողանում ենք ուրախանալ, հասկանում եք, այնքան բարի, այնքան աշխատասեր, այնքան արարող, որ ինքը չէր պատկերացնում, որ ասենք այդ ձև բան կարա լինի, բայց տեսեք լինում է, երևի պետք է մի քիչ մենք կարողանանք փոխվենք վերջապես։ Ես այս հարցի շրջանակում նայում էի այլ երկրների օրինակներ, օրինակ Գերմանիա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին շատ ծանր պարտություն, այսինքն պատմական շատ ծանր շրջան է եղել Գերմանիայի համար ու երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի հասարակությունը երկար ժամանակ չէր կարողանում խոսել մեղքի պատասխանատվության այդ կոլեկտիվ ամոթի մասին, հա, որպես այդպեսին ու դա շատ հետաքրքիր է, որովհետև այս հավաքական չլուծված տրավմաները ես նայում էի տեղ գտան իրենց ֆիլմերում, բավականին սև, մութ նկարներում, ինչ որ մասնատված մարմիններ, շատ մուգ երակներ եւ այլն, ու որ նայում ես հասկանում ես, որ արվեստը այդ ժամանակահատվածում լուծում չի առաջարկել։ Արվեստի խնդիրը որպես այդպեսին այդ ժամանակ եղել է հարցեր եւ անհանգստություն։ Կամ օրինակ Ուկրաինայի օրինակը ինքը բավականին ակնառու է, որովհետեւ ես ինքս էլ պատերազմից առաջ ներկայումս որ ընթանում է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև եղել եմ Կիևում եւ միանգամից իրենց փողոցներում այդ գրաֆիտիները, սթրիթ արտերը, այսինքն երբ որ անհատ նկարիչներ, արվեստագետները իրենց բողոքի ձայնը ամենատարբեր թեմաների շրջանակում պատերի վրա նկարելով են ցույց տալիս, երբ որ քայլում էր Կիևի շատ լայն, շատ գեղեցիկ փողոցներով, տեսնում էր հսկայական սթրիթ արտեր պատերի վրա, որտեղ հստակ երևում էր բողոք արվեստագետի ճիճը եւ դա պարզապես չի արվել, հա, մարդ որոշել է գնացել է նկարել, դրանք արվում էին գիշերով, թաքուն, ծածուկ, որովհետեւ այնտեղ կար իշխանությունից բողոքի ձայն, այնտեղ կար ռուսականությունից ազատագրվելու քաղաքական ու ամենատարբեր թեմաներով, կնոջ տղամարդու հետ կապված որոշակի Եվ ես հետաքրքիր է զուգահեռներ է իրականացնում մեր իրականության հետ, հիմնականում մեր այդ թեմատիկաները ընդգրկում են էլի պատերազմից հետո մի շարք դրվագներ, մասնավորապես ապրող կամ նահատակված մեր զինվորների նկարները եւ այլն, այսինքն մարդը ընտրում է ինչը իր համար կարևորը չմոռացվելու տեսանկյունից, հա, արժեքավորը։ Հետաքրքիր է այս համատեքստում Հայաստանում
այլ ինչ երևույթներ կան, որ արվեստի մեջ ունենում են այսպիսի վառ արտահայտում, օրինակ դուք գեղանկարիչ եք, հա, կարող եք նաև խոսել ձեր աշխատություններից, որ շատ խորը ներգործություն է ունենում եւ բացառապես արվեստը որպես փոխանցման միջոց, արվեստագետը հենց այդ ճանապարհն է ընտրում։ Եվ ինչն է ընտրում փոխանցելու՝ տրավման, թե լուծումը, թե ապաքինումը, թե ինչ առհասարակ, հա։ Ինքը պետքա գտնի միջոցներ, լուծումներ տա։ Օրինակ, ես մտածում եմ եւ ոչ միայն մտածում եմ, այդ ուղղությամբ աշխատում եմ, շուտով կլինի 20 տարի երևի։ Սասունցի Դավիթ էպոսի վրա, ու ես մտածում եմ, որ ես որպես նկարիչ այդպես կարամ իմ ուղերձը ուղղել, որտեվ ես էլի եմ ասել այս մասին, մի քիչ կրկնվեմ, այն առումով, որ այնտեղ գրած է ինչ պետք է չանի հայազգը։ Հայազգը պետք է վերականգնի իր ճաշակը, դա շատ կարևոր է։ Դե արվեստագետը ինչ է, ինքը պետքա միշտ կարողանա այդ բալանսը պահի ճաշակը շատ մեծ բան է, հասարակ բառ է ինքը, բայց հսկայական բովանդակություն ունի, պետություն կարա կառուցվի այդ ճաշակի վրա, հասկանում եք։ Ու արվեստագետը իր այդ գրքեր են գրվում, ես չի որ չեն գրվում։ Եզրակացությունները պետք է տա, դուք ասեցիք եզրակացությունը պետք է անի, բայց նաև պետքա ինչ որ երկերի միջոցով, դա կլինի էպոսը, դա կլինի ասենք Թումանյանը, դա կլինի Նժդե, իրանց միջոցով ազգին դնել ճիշտ ուղու վրա, գոնե ասել ինչ պետք է դու չանես, որ առաջընթաց ունենաս։ Ես օրինակ հավատում եմ, որ մենք որպես պետություն ունենք շատ կարևորագույն մի բան, դա մարդկային ռեսուրսն է, որի միջոցով մենք կարող ենք աշխարհին ունենալ ասելիք։ Բայց ես օրինակ մշտապես եմ խուսափում, հա, որ այդ օրինակ մենք հայ ենք, մենք մեզ ոչ մեկից չեն գերադասում եւ այլն, օրինակ ես մշտապես խուսափում եմ այդպիսի ձևակերպումներից, որտեվ դա ինչքան էլ լավ է ականջահաճո է, բայց միևնույն ժամանակ շատ սահմանափակող է, հա, որովհետեւ դա ինչ որ առումով քեզ չի պարտավորեցնում ավելի շատ կարդալ, ավելի շատ հետաքրքրվել։ Տպավորություն է ստեղծվել, որ մեր մեծերը մեր համար ամեն ինչ արել են եւ մենք այլևս անելիք չունենք, բայց դա այդպես չէ, չէ, որովհետեւ մենք բավականին բարդ ժառանգություն եւ անցյալ ունենք ժառանգած։ Հիմա ինձ համար այս համատեքստում ինչն է կարեւոր։ Օրինակ մեր ֆիլմերը, մեր երաժշտությունը, ինչեր իմ հարցեր այդ մասին, հա, մեզ ինչ են սովորեցնում։ Մի օրինակ բերեմ, ֆիլմերը իրանք շատ հզոր տեխնոլոգիաներ են, որտեվ եթե դու ուզում ես հասարակությանը ինչ որ բանի պատրաստես կամ ինչ որ բան սովորեցնես, ֆիլմերը շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ են։ Օրինակ մենք ես ինքս նայում էի Ամերիկա Միացյալ Նահանգները Բարակ Օբաման իրենց առաջին սևամորթ նախագահն էր, հա, եւ դրանից առաջ իրենց բոլոր ֆիլմերը այն մասին էր, որ իրենց բոլոր ֆիլմերում նախագահի կերպարը մոդելավորում ես, այսպես ասած, սևամորթ դերասան, եւ սա շատ հետաքրքիր է։ Եվ ինձ համար դա է կարևոր, մենք որպես պետություն, օրգանիկ, մենք կարողանում ենք մեր առաքելությունը այնպես ցույց տալ եւ դրա մասին այնպես խոսալ, որ դրա արտահայտչա ձևերը գտնեն արվեստում, հա։ Ես ավելի շատ սրա մասին եմ խոսում ու ավելի շատ խորհում եմ այն հանգամանքին, եթե մենք ուզում ենք նման բան անել, մեր ժամանակի երիտասարդը պիտի ուզի զբաղվել արվեստով, որովհետև մեր ժամանակի ոգին, ասելիքը եւ այլն ավելի շատ կրվում է տվյալ ժամանակի երիտասարդը։ Ու ես նայում եի օրինակ շատ ընկերներ ունեմ, ովքեր շատ տաղանդավոր էին, Երևան պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում եւս կան այդպիսի երիտասարդներ, որոնց մասին մենք խոսում ենք, հա, եթերից առաջ, ովքեր օրինակ Հայաստանում շատ երիտասարդներ մտնում են արվեստի ոլորտ, օրինակ ընդունվում են համապատասխան ֆակուլտետներ, բուհեր եւ այլն, եւ ինչ որ պահից սկսած դուրս են գալիս այս ոլորտից։ Ինչն է պատճառը, որովհետեւ դա ֆինանսաբեր չէ, որովհետեւ բավարար չափով սիրահարված չեն իրենց աշխատանքին եւ ոլորտին։ Տեսեք, հիմա ես որ ասեցի, բանը հայը լավ է, կրկնեմ։ Ուրեմն ես այդ ասում եմ ոչ թե նրա համար, որ դրանով մենք սահմանափակվում ենք, հայը լավ է ու նստում ենք, չէ։ Հայը լավ է այն դեպքում, երբ որ կրթված է, երբ որ կրթվում է, երբ որ պետքա կրթի։ Հիմա դուք ասում եք, այդ երեխեքը ինչ բանով չէ, պետքա, ասենք, կրթվեն, որ ինչ մոտիվացիա չէ, ոնց որ ասեցի, պետք է ունենան։ Մոտիվացիան այդտեղից է սկսում։ Նախ ինքը պետք է գիտակցի ինքը ով է։ Երբ որ դու չգիտես դու ով ես, ինչ պետք է ուր ես գնում։ Ոչ միտեղ չես գնում։ Դրա համար, երբ որ ես ասում եմ հայը լավ է, այդ նկատի ունեմ, հասկանում եք։ Դրա համար մենք ինչ խոսանք, պատտվելու ենք այդ կրթության շուրջ։ Կրթվել է պետք։ Երբ որ ուզում ես տեսեք, հիմա դուք ասում եք այդ տեխնոլոգիաները եւ այլն,
Բան չասեցի, բայց դրա տակ կա գաղափարախոսություն, թաքուն կա գաղափարախոսություն, հավատացեք։ Եթե չլինի գաղափարախոսություն, ոչ մի բան չի զարգանա։ Ուրեմն այդ գաղափարախոսությունը այս ծնվում է քո այդ անցյալի հսկաներից, որոնք քեզ տալիս են այդ հայ կերպարը, այսինքն դու ինչի պետք է ձգտես։ Եթե փորձենք ավելի նեղ շրջանակում նայել հարցը, դուք ինչպես եք փորձում ձեր ուսանողներին ցույց տալ արվեստագետ լինելու, ստեղծագործելու կարևորությունը զուգահեռ ոլորտային մի շարք դժվարությունների։ Մասնավորապես օրինակ, որ արվեստագետը միանգամից չէ, որ կարող է հարստանալ ֆինանսական առումով։ Եվ սա ինչի է կարևոր, որտեղ մենք բոլորս մարդիկ ենք ունենք պահանջմունքներ, որոնց համար պահանջվում է ֆինանս, մեծանում ենք, շատանում է մեր կարիքներ եւ այլն, այսինքն երկրորդել ֆինանսի հարցը եւս ես չեմ փորձում, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ ամեն ինչի համար կա ժամանակ։ Ավելի նեղ շրջանակ է թե փորձ հասկանալ, օրինակ դուք ձեր ուսանողներին երիտասարդ, որ գալիս են ձեզ մոտ դասի, ինչպես եք ցույց տալիս արվեստագետ լինելու կարևորությունը։ Տեսեք, օրինակ նկարչությունն արվեստը ընդհանրապես, եթե նկարչություն եք մենք նկատի ունենք, նկարչությունը ինքը մենակ այդ ձև նկարելը չի։ Այո։ Դրանից դուրս կա մի հսկայական աշխարհ, հսկայական փիլիսոփայություն, հսկայական ուրեմն գիտակցություն կա, որ պետք է այդ ամեն ինչը իրար հետ աշխատեն, որ այդ նկարիչը ձևավորվի որպես նկարիչ։ Հենց այնպես նկարելով մենակ նկարիչ չեն լինում, այդպես լիքը կան։ Հիմա ես կոնկրետ իմ երեխեքին ինչ եմ սովորացնում, ես իրանց սովորացնում եմ ապրել։ Ես իրանց մոտ հանդես չեմ գալի որպես նկարչության դասատու կամ դասախոս, չգիտեմ, դա ծիծաղալու է։ Նախ դասախոսը դա պատասխանատվությունն է։ Դու պետք է իրանց սովորացնես ապրել։ Այսինքն, տեսեք, գաղտնիք չի, որ նկարչությունը երկար ժամանակ է պահանջում։ Այսինքն, իսկական նկարիչները, որ գոյություն ունեն, նախ իրանք պետք է տիրապետեն ժանրին, այսինքն նկարչության մեջ այդ առանձին ուղղություններ չեն, դրանք մեկ են, պորտրետ, բնանկար եւ այլն, դրանք մեկ են։ Այսինքն մի նկարիչ այդ սաղ պետք է ունենա իր մեջ։ Չհաշված այն իզմերը, որ աշխարհով մեկ կա, դա պետք է իմանա։ Դուք ուսանողներին պետք է կարողանաս այդ ամեն ինչի համախումբը տաս, որ ինքը տեղից արդեն անալիզ անի ու հանեին ինչը իրան որ կյանքում պետք է գալու, որը կլինի այդ կապողը կյանքի հետ, հասկանում եք, այդ իր անալիզն է արդեն անձնական, բայց դու այդ բազան իրան պետք է տաս։ Ու դրանից հետո ես ձեզ ասեմ, օրինակ մեր կիրառական ֆակուլտետի երեխեքը մի բան չեն սովորում։ Տարբեր շատ բազմակողմանից զարգացած երեխեք են իրանք դուրս գալի, եթե սովորում են։ Ինչը պիտի պահի արվեստագետին մարզում ապրելու եւ ստեղծագործելու համար։ Գեր Ստեփան։ Մարզը, հենց ինքը մարզը։ Բոլոր մեր պոետները, մեծերը, թատրոնի գործիչները, դուք պատահական չի որ իրանք գնում են տարբեր տեղեր, չէ, ասենք ելույթներ են ունենում, այդ մի նպատակով են իրանք անում։ Ասեմ ձեզ գիտակցված են, անում շատ ընկերներ ունեն, իրանք խոսում են այդ մասին։ Իրանց միակ նպատակը կրթելն է, մարզերին բարձրացնել։ Մարզը մաքուր տեղ է։ Ի վերջո հավատացեք, անգամ պատերազմի ժամանակ հիմնականում մարզերից են։ Այդ այն ամենախելագար լավ իմաստով կռվողները իրանք մարզերից են։ Իրանց մեջ շատ հետաքրքիր բան կա, բայց այսինքն ճանաչում ամեն ինչ, բնությունը, շրջապատը։ Արվեստագետը ինքը չպետք է սահմանափակվի քաղաքով, այո, պետք է ինքը գա, այստեղ օրինակ ես մտածում եմ, ըստ նա ցուցահանդես պետք է անեմ, այդ որ ասեցի, Ցարսի Դավիթներով, այդ առաջինը այստեղ կանեմ։ Ու դա ինչ որտեղ, գիտեք, պարտավորությունն է։ Կոմիտասները, չէ, գնում էր այստեղ, այնտեղ այդ հավաքում էր, հետո տալիս էր, հետո փոխանցում էր, ասես մի հատ պատտվում է։ Նախ քաղաքացիներն են կրթվում մարզով, մաքրվում մարզով, ու հետո արդեն այդ գիտելիքները քաղաքի պետք է գա մարզել։ Սրանք էլ պետք է հետ չմնան երբեք։ Գեր Ստեփանյան, շատ հաճախ, երբ որ ինչ-որ նոր ֆիլմ, երաժշտություն կամ նկար, որը մի քիչ ավելի շատ է քննարկելի դառնում, շատ հաճախ մեր հասարակությունը հաճախ գնահատում է սիրեցի եւ չսիրեցի մակարդակով։ Այսինքն մենք իրապես մի քիչ ավելի շատ քննադատող հասարակություն ենք։ Այ ի՞նչն է պատճառը, երբ որ մենք արվեստի նմանատիպ ստեղծագործություններին, որի հետ կարող ենք օրինակ համաձայն չսիրել, հենց փորձում են գնահատական տալ սիրեցի եւ չսիրեցի մակարդակով, հավանեցի կամ չհավանեցի մակարդակով եւ ոչ որպես օրինակ փորձ, որոնում, ասելիք, ի՞նչն է պատճառը։ Գիտեք, իմ կարծիքով ընդհակառակ մենք չունենք քննադատական միտք։ Հայերը վախում են իրար քննադատեն։ Հասկանում եք։
Հայերը ընդհանրապես վախում են ինքնակնդատությունից, ընդհանրապես քննադատությունից։ Այդ իրանք համարում են Եվ ավելի շատ վախենում ենք ինքնակնդատությունից, հա, երբ որ դեռից գալիս է, հասցում։ Գիտեք, երբ որ մարդը ինքը իրան լավ է ճանաչում, ասենք, բարդ process է դա, որ մարդը ինքը իրան ճանաչի, էլի, բայց երբ որ մարդը իրան ինչ-որ չափով ճանաչում է, ինքը նաև աշխարհն է սկսում ճանաչել, որտեղ աշխարհը քո մեջ է։ Հիմա կոնկրետ հայերին վերադառնանք, էլի։ Դու փորձվես մեկին մի հատ քննադատություն ասես, կասեն նախանձում այս այն, ինչ անուն ասես կպցնես, բայց դու կարող ուզում ես օգնես։ Օրինակ, երբ որ քննադատում են, դու դե լիքը բան ես սովորում, չէ՞։ Դու փաստորեն դու տեսնում ես քեզ բացասական կողմ, ու թեկուզ իր կարծիքն ես լսում, նորություն է, չէ՞, արդեն առաջընթաց է։ Այսինքն ամեն քննադատությունը առաջընթացի ուղի։ Գիտեք, եթե Հայաստանում օրինակ արվեստագետը միգուցե սա կարծրատիպային մոտեցում է, բայց եթե օրինակ որպես արվեստագետ դու ստեղծագործելուց առաջ մտածում ես ինչ կասեն, արդյոք սա արդեն ստեղծագործական ազատության կորուստ չէ, կամ ինչ կմտածեն։ Նկարիչը իր խնդիրներն ունի, իր ծրագրերը ունի, ինքը մտավ արվեստանոց, իր խնդիրներն ա լուծում, իր ծրագրերն ա կատարում, ինքը վերջին հաշվով ես մի բան ասեմ, արվեստագետը, իսկական արվեստագետը ինքը չունի այդպես բան ինչ կասեն, հասկանում եք։ Եթե ինքը իր ինքան բարդ են այդ խնդիրները, երբ որ դու հասնում ես ինչ-որ մակարդակի այլևս, որ արդեն չունես այն խնդիրը, որ գծանկարես ես ինչ է կամ ես այդպես խնդիրներ չունես, դու արդեն գնում ես ուրիշ տեղ, քո հետ մենակ Աստված է մնում։ Արվեստագետը իսկական նայում ես, իրանք արդեն Աստծո հետ են խոսում, իրանք մանավանդ այդքան դժվարություններ անցնելուց հետո այդ մանր-մունր մարդկային բաներից իրանք վեր են կանգնում։ Ինչ է արվեստը բարձր, արեստ չի, հենց դրա համար։ Արվեստը մոտ է Աստծուն։ Բայց ամեն դեպքում կարևոր է, չէ՞, որ արվեստագետի ստեղծած աշխատանքը, եթե ոչ հասկանալի, գոնե հասու լինի հասարակությանը, որովհետև ըստ արվեստի մի կարևորագույն գործառույթ է նաև կրթելը, սովորեցնել, ինչ որ բաներ փոխանցելը։ Անշուշտ, դե հիմա տեսեք օրինակի համար, եթե մենք վերցնենք այնց Խանջանին, ասենք Սարյանին, իրանք էդ էլ արել են, բայց իրանք հատուկ շեշտը չեն դրել, որ իրանք էդ են անում։ Ոչ, տեսեք, երբ որ դու աճում ես, երբ որ դու ինքդ որպես մարդ, որպես էակ աճում ես, դու քո հետևից ուզես չուզես տանում ես, դու դառնում ես օրինակ։ Արվեստագետը իր նկարներով, իր անձով, անգամ անձով, քո ապրելակերպով, նայում են տենում ես մարդ հայմատ, ախր նորմալ է, լավ է էլի, ինքը նորմալ է, տեսեք, ընտանիքը նորմալ է, երեխեքը նորմալ է, ինքը ապրում է առանց այդ վատ բաների, օրինակ պետք է դու ծառայես։ Եթե դու ինչ-որ մակարդակ ես հասել, դու արդեն պետք է դառնաս օրինակ։ Արվեստագետի դերը օրինակ լինելն է միջայնուց։ Ընկեր Ստեփանյան, գիտեք ինչն է հետաքրքիր, դուք վստահաբար ունեցել եք արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, կամ միգուցե չեք ունեցել, ովքեր ձեզ համար եղել են ներշնչանքի աղբյուր։ Արդյոք այդ մարդիկ ստեղծագործողները տարիքային որոշակի շեմերով պայմանավորված փոփոխվել են, օրինակ չեմ պատանեկության տարիքում եղել է մեկը, հետո հասուն տարիքում ոգեշնչման աղբյուր եղել այլ ստեղծագործող, եւ կուզեի խոսենք մի քիչ ովքեր են դրանք ձեզ համար եղել եւ ինչու, ինչն է օրինակ հիմք հանդիսացել։ Խնդիրը այն մասին չի, որ ձեռագիրը փորձել եք ձեզ համար հոգեհարազատ եղել եւ միգուցե ինչ որ արտահայտվել է ձեր նկարներում, այլ այն մասին, որ այդ ստեղծագործողների շնորհիվ ձեր սերը եւ ձեր հակումը ձեր աշխատանքի նկատմամբ ավելի է շատացել եւ ինչով է դա պայմանավորված եղել։ Դե եղել են անշուշտ եղել են, ես կուզենամ հաթաթ անունները տամ։ Օրինակ Սեդա Բեքայրյան կար, պաշտում էի, հրաշք։ Արա Բեքայրյանի աղջիկն է ինքը, բայց ինքը առանձին ինքը շատ լավ արվեստագետ է։ Օրինակ Սամվել Պետրոսյան։ Ինչ ոլորտներում է ստեղծել։ Գեղանկար, իրանք գեղանկարիչներ էին։ Էլի մի հոյակապ մանկավարժ, շատ հասկացող մարդ, լավ մանկավարժ, գիտեք, որ ասում են մանկավարժ, դա մեծատառով մարդը կարա լինի լավ մանկավարժ, գիտեք, որտեղ դրանք նվիրալներ են լինում։ Անատոլի Պապյան, Հայկ Աղաբեկյան, շատ լավ հետաքրքիր նկարիչ էր։ Իրենք ձեր դասավանդողներն էին։ Իրանք ինձ դաս են տվել, ես խառը ասում եմ, գիտեք, ուսումնարանում է մեկը ինստիտուտում է, բայց այդ մարդիկ իմ համար շատ կարևոր մարդիկ են եղել կյանքում, էլի։ Այդ բոլորին ես իրոք խոնարհում եմ իրանց առաջ, բայց կար մեկը, որից ես իրոք շատ բան եմ սովորել ու ուզում եմ առանձնացնել։ Այդ մարդիկ ում ասեցի, դրանք իմ դասախոսներն են եղել, դաս են տվել ուղղակի ու լավ են արել իրանց գործը, հոյակապ են արել։ Բայց կար մեկը Գագիկ Վարդանյան անուն ազգանունով, որ ինձ շատ բան է տվել։ Նախ ինքը ինձ ինչ է տվել։
ես հասկացա, որ բոլոր ուղղությունները կարելի է ուսումնասիրել։ Ուսումնասիրեցի կլասիկան, արվեստի համարյա բոլոր ճյուղերը, այսպես ասած, ես տեսնում եմ ինքը ինչ անում է, ինքը կարող է այսօր աբստրակցիա աներ, գնար հետո տանը կլասիկայով զբաղվեր, կարող ֆիգուրա նկարեր, մեր շատ լավ, ու դա ինձ շատ էր դուր գալի, որտեղ մնացած նկարիչները այդպես հնարավորություններ չունեին, ես տեսնում եմ, էլի։ Ուներ շատ պինդ գծանկար, ու համեստ ու նվիրյալ արվեստին, ինձ դա շատ էր դուր գալի։ Երբ ասում եք արվեստին նվիրյալ, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ քո ամբողջ կյանքը ուրեմն լցված է արվեստով։ Դու ինչ ձեր հետ հիմա որից խոսում եմ, արդեն նկարում եմ, հասկանում եք ոնց է։ Ամեն ինչն է քո մոտ արվեստ։ Դու նախ դու պետք է լինես անկաշառ, քեզ ոչ մի ձև չպետք է այդ արվեստի նվիրյալ է, երբ որ դու չես նկարում ծախելու համար, հասկանում եք, շատ կարևոր է։ Նվիրյալը նա է, որ ունի սկզբունքներ ու հետևում է այդ սկզբունքները մինչև կյանքի վերջ։ Այդ դա է նվիրյալ արվեստագետը, երբ որ ինքը չի խախտում կանոնը արվեստագետի։ Ինձ հետաքրքիր է, որքանով են այսօր այս թվային տեխնոլոգիաները օգնում արվեստագետին, երիտասարդ եւ ոչ միայն, եւ որքանով են վնասում ոլորտին առհասարակ։ Տեսեք, էլի նվիրվածության պահը գանք, երբ որ արվեստագետը ինքը լիքն է, այդ թվային տեխնոլոգիաների կարիքը չունել։ Գիտեք, այնքան բան կա, բազա կա, բայց դրանք կարան օգնել, դառնան քո գործիքը, ոչ թե դու իրանց գործիքը։ Տեսեք, հիմա ես որ բացում եմ այդ բանը նայում եմ, լիքը տենց խափող նկարներ կան, որ առաջացից նայում ես, խփում է, էլի ճակատիդ, ասում ես լավ, սա ոնց է հասցնում այսքան անի։ Դու հասկանում ես, որ արած է, տպած է, հետո մեծ է, հետո մի քիչ երկար նայում ես, արդեն սկսում ես չհավանալ։ Տեսեք, էլի գալիս են կրթությանը։ Քո նկարած ֆիգուրան, օրինակ, ինքը կարող է նստացնել, կանգնացնել, թռցնել, ինչ ասես անի։ Բայց ինչքանով է դա արդեն արվեստի երկ, այդ քո նկարած այդ մի հատը կարող է շատ ավելի մեծ կյանք, շատ կյանք կամ մեջը ավելի արվեստային է, քան թե այն ի վերջո, երբ որ դու կոպի ես անում, շատ բան ես կորցնում։ Օրինակ ես իմ երեխեքին ասում եմ, կոպի արեք, մեծերից սովորեք եւ այլն, բայց գերի մի դարեք։ Դուք պետք է իմանաք ինչն է կոպի անում եւ ինչի համար։ Եթե դա ծառայում է քեզ այդ կոպիայից դու բան ես սովորում, արա այդ կոպիան, բայց թող ծառայի քեզ այդ կոպիան։ Բայց մի դարի այդ որ կոպիայից անում դարի դրա նման, չէ, այդտեղ տարբերություն կա։ Հիմա այս որ այդ տեխնոլոգիաներով այդ ամեն ինչ որ անում են, առաջի հայացքից ցնցող է, բայց որ ուշ կրթված ես դու, ասենք դու նայում ես, դու տեսնում ես, որ դրա մեջ արդեն կեղծիք կա, ինքը խափում արդեն։ Դա ինքը կարա ներկայացնի, հիմա տպում են էլ ֆակտուրայով, հենց տպում են, նենց է տպում, Ռուբենսը կարան տպեն, օրիգինալից չտարբեր է, էլի, բայց մեկը հասկացող հասկանում է այդ։ Տեխնիկաների եւ այնտեղ հազար բան կա։ Դուք ձեր կյանքի 20 տարիները ներդրել եք ստեղծելու համար արդեն ձեր խոսքում նշեցիք ձեր Սասունցի Դավիթ շարքը։ Որն է եղել ձեր մոտիվացիան, որովհետեւ երբ որ նայում ենք կյանքի 20 տարիներ, մեղմ ասած դրանք քիչ չեն։ Որն է եղել ձեր մոտիվացիան կերպարային առումով ունենալու այս աշխատանքները եւ քանի աշխատանք է իր մեջ ներառում այս շարքը։ Տեսեք, այդ բանը որ կա էպոսը։ Այդ ինչ որ ինքը տիեզերական բան է, ինքը դից հասարակ բան չի։ Այդ մարդիկ կարդում են որպես հեքիաթ բան, շատ լուրջ բան է։ Իրոք կան մարդիկ, որ զբաղվում են, բան ընկերներ ունեն, հա, ինչ որ աստղերի հետ կապված բան, այսօր աստրոլոգիական տարբեր, մի խոսքով ինքը էզոտերիկ նշանակություն ունի։ Շատ խորը։ Երևի Սասունցի Դավիթ, երևի չէ, հաստատ։ Ես այնտեղ տեսա բաներ, էպոսը ինքը հայ կերպարն է, հայ բնույթն է, հայ էությունն է։ Ոնց որ ասենք Բիբլիան կարդում ես, ոնց որ չէ, ամեն մարդու մեջի մասին է խոսում, էլի, մարդիկ գիտեն թե գիրք են կարդում, բան, բայց այնտեղ շատ հետաքրքիր է, քո մեջն ես կարդում դու։ Այ էպոսն է հայ Բիբլիան է, ոնց որ ինչ-որ տես մի բան կա իր մեջ։ Շատ հայկական է։ Ինքը շատ հայկական է ու շատ հին է։ Ինչքան որ հին դա է, այդքան էլ հին մենք ենք, ու այդ գենետիկ ինչ-որ բան կա մեջը հայի հետ կապված, ու դրա համար եմ ասում, այնտեղ շատ եմ կրկնվում, ինչ պետք է չանի հայ ազգը, գրած է, պարզ գրած է։ Ինչ պատկերներով եք փորձել փոխանցել, ասացիք նա որ պատրաստվում եք։ Սկզբից տեսեք, օրինակ անում էի ավելի ռեալիստական էր, մի քանի տարբերակ դուք պատկերացնեք, դա հետո գծային փորձեցի, հիմա եկավ արդեն շուտ ուրիշ բան է գալիս, մի տեսակ սիմվոլներ ա դառնում, այսինքն այդ
ռեալիստական նկարները եկան այնքան զտվեցին, որ մակարավանքի վրա են առուցն ու բանը որ կան ցուլը, այդ տիպի բաներ ա դառնում։ Շատ հետաքրքիր է։ Մի պահ արեցի այդ քարային բանով, որ դե բարելիֆները մեր մոտ ախտամար բան, բայց դա քոչարն է արել էլի։ Մի խոսքով շատ բան է, դե դրա իրանց էլ ուսումնասիրելով բան, հետո շատ պատասխանատու են առնում, որ այդ հզորները որ արել են բան, հիմա դու, բայց ես ասելիք ունեմ, ես ուզում եմ շուտ բան փոխեմ։ Ո՞րն է ասելիքը այդ շարքի։ Ես ուզում եմ մեր զարգացումը, հայկական զարգացումը, մեր հայերի զարգացումը լինի շարունակական, ընդհատումներով չլինի։ Էպոսը 4 ճյուղը, այդ ինչ որ կարդում ենք, շարունակական այնտեղ ընդհատումներ չկա, շարունակական է։ Սովորաբար ես մեր զրույցի վերջում խնդրում եմ մեր հյուրերին, որպեսզի որոշակի ուղերձով հանդես գալ, դա կարող է լինել ոլորտային որևէ կերպ ձևակերպված ասելիք կամ առհասարակ։ Ես շատ կուզեմ, քանի որ արդեն խոսակցության ընթացքում նշեցինք մի շարք մարտահրավերներ, որ այսօր ոլորտը բախվում է արվեստի, շատ կուզեմ, որ ձեր ասելիքը ուղղված լինի երիտասարդ արվեստագետներին կամ ապագա արվեստագետներին։ Ինչու եւ ինչը պիտի իրենց համար կարեւոր լինի ոլորտում իրենց ուրույն տեղը գտնելու համատեքստում։ Իրանք պետք է իմանան իրանց պատմությունը, իրանց արվեստի պատմությունը։ Մենք ունենք մանրանկարչություն։ Չեք պատկերացնում ինչ մեծ հնարավորություններ է տալու մանրանկարչությունը զարգանալու։ Մեր Սուրենյանցը բառ օրինակ է, տեսեք ինչ հզոր մեծ նկարիչ է, չէ։ Ինքը մեծ նկարիչ է շատ։ Այնքան մեծ, որ շատ անգամ չեն էլ ընկալում իր մեծությունը։ Ինքը գալիս է այդ պարսկական, հայկական մանրանկարչությունից։ Դե Արշիլ Գորկին, հա, ասենք։ Սարյան ինքն էլ ուսումնասիրել դա։ Կոջոյանը ինքը հզոր երևույթ էր, հզոր հոգ էր, բայց մի տեսակ կիսատ մնաց, բայց ինքը շատ կարևոր ուղեր ցղեց։ Ինքը հայկական մանրանկարչությունը ներկայացրեց ժամանակակից արվեստի լեզվով։ Դա հեշտ խնդիր չի, հավատացեք, շատ բարդ է։ Հայերը պետքա իրանց ամբողջ այդ պատմության վրա հիմնվելով ստեղծեն նոր բաներ։ Իհարկե համաշխարհային արվեստը ուզես չուզես պետք է ուսումնասիրես, բայց ձեր տրադիցիաները շարունակեք, հայեր։ Ձեր տրադիցիաները շատ հարուստ են։ Ձեր այդ տրադիցիաներն է պետք շարունակել։ Ու դուք դրանով կնեք համ ինքներդ որպես ինդիվիդուում, համ ձեր ազգը կմնա ինդիվիդուում։ Դուք պատկերացնում եք բոլորը աբստրակցիա անեն։ Աշխարհում դուք ձուլվում եք, դուք չկաք։ Պարսկաստանը իր արվեստով է, չէ՞։ Չինաստանը իր արվեստով է, տեսեք ինչ նկարիչներն են չինացիք, ազգային, ճապոնացիք, ոնց են իրանք ժամանակակից արվեստը ոնց են ազգայինով ներկայացնում։ Ապշելու բան է։ Ինչի մենք չենք անում։ Ուր է մի հատ հայ նկարիչ, որտես ազգային, ես նայում ես հայի հոտը փչում է։ Սարյանից հետո տենց չգիտեմ, քանի հոգի կա։ Սարյանի յուրահատկությունը այդտեղ է կայանում։ Ինքը որտեղից եկավ, Ռուսաստաններից եկավ։ Ու ինչ արեց։ Ինքը սարան հենց է նկարում, որ ամենտեղ կասեն, սա հայկական սար է։ Այց հենց է նկարում, ասում են նույնը։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես իրականում մշտապես մտածում եմ, որ բոլոր ոլորտները, որի հետ կապված մենք այստեղ ունենում ենք քննարկումներ, հնարավորություն կտան այդ ոլորտի ներկայացուցիչներին կամ պարզապես մեզ հետևող մարդկանց կարդալու, ուսումնասիրելու եւ բնականաբար, եթե ունեն հարցեր, մեզ անպայման ուղղելու, որովհետեւ կարդալը եւ հարցեր բարձրաձայնելը ստեցան ամենակարևոր գործիքներն են ինքդ քեզ որպես անհատ ճանաչելու եւ քո տեղը պատկերացնելու ոչ միայն այս աշխարհում, այլև նաեւ այն փոքրիկ տարածքում, որտեղ ապրում եւ աշխատում ես։ Շատ շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։